Վերջին շրջանում նկատած կլինեք, որ հայ առաքելական եկեղեցին շատ է թիրախավորվում, մասնավորապես Նիկոլ Փաշինյանը վերջերս նշեց, որ եկեղեցին չուլանային կարգավիճակում է, ինչ է կարծում, ինչու են այդքան ագրեսիվ արշավ սկսել ընդդեմ հայ առաքելական եկեղեցու։ Որտեղ Նիկոլ Փաշինյանը հավատ չունի, դրա համար եկեղեցիներին չուլան հավանում, մարդը եթե հավատ չունի, ինչ ասեմ, չի հավատում եկեղեցին, Աստծուն չի հավատում։ Եկեղեցին մեր ինքնությունն է, մենք կարող ենք արձանագրել, որ եկեղեցին թիրախավորելը նույնն է, ինչ մեր ինքնությունը թիրախավորենք։ Այո, եկեղեցին պետք չի թիրախավորել, չի կարելի։ Ձեր կարծիքով այս ագրեսիվ արշավը ինչ նպատակներ ունի։ Դե ինքը գիժ է, 7B ունի, գժական խոսում է, ագրեսիվ խոսում է, գարունա զարգացել է գժերի մոտ պրիստուպները, ասեմ իմանաք։ Ինքը դեղերը, որ շուշուտ խմի ժամանակին, ագրեսիվ չի կող ինքը, որ առավոտները հետնի խմի, մեկում է շխմի։ Իրա մոտ սաղ ամեն ինչ կդզվի։ Որոստը գժին վլաս պետք չէր տալ, էլի, որ եկա վլաստի։ Եթե հետևում եք լրահոսին, նկատած կլինեք, որ Փաշազադեն, Կովկասի մուսուլմանների գրասենյակի անդամ, նշել է, որ Էջմիածնի տաճարը ստեղծվել եւ կազմվել է ադրբեջանական հողի վրա։ Երևանն էլ է Ադրբեջան ասում է, Նիկոլ Փաշինյանը մի հատ զենհանում է, ասում է 300,000 հոգի պետք է կան Երևանը ապրեն։ Թող տանի իր Իջևանի իր տունը լավ տեղ ունի, թող այդ 300,000-ի հետ ապրի ինքը։ Вообще ինքը ինչ կապ ունի Երևանի հետ, вообще Հայաստանի հետ։ Եվ ինչ է կարծում, այս ամենը մեզ ուր կտանի վերջը։ Կործանման։ Հայաստան չի լինելու, ջնջվելու է, ասենց գնաց բրցնելու է, ասենց տենալու եք փողոցները հնդիկ, պարսիկ, ես իմ ինչ արած, հին երևանցի նման գաք, բլի մատ քթեք էլի։ Հին երևանցի մարդ քթեք հələ չկան։ Իսկ անձամբ ձեր վերաբերմունքը հայ առաքելական եկեղեցու նկատմամբ ինչպիսին է։ Ես հավատում եմ առաքելական եկեղեցուն, Աստծուն հավատում եմ ու չի կարելի թիրախավորել եկեղեցուն։